Այդ մարդը չէր, որ 7 տարի առաջ դուրս եկավ, ասաց Սերժ Սարգսյանը պետք է 3-րդ ժամկետով չընտրվի։ Հիմա ինչ է 3-րդ ժամկետով ընտրվում։ Ասել ժողովուրդ ջան, ես իմ քաղաքական սկզբունքներին չեմ դավաճանում։ Ես սահմանադրությունը թույլ է տալիս, թույլ չի տալիս, այդ լրիվ դնում եք մի կողմ։ Դու չէիր, որ ասում էր 3-րդ ժամկետով որևէ մեկը չպետք է ղեկավարի երկիրը, թույլ չենք տալու, որ Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ ընտրվի։ Հիմա իրեն կարելի է։ Բայց այն ժամանակ սահմանադրությունը վերաձևվեց, որպես Բա դու ասում ես Սերժ Սարգսյանը այդ սահմանադրությունը բերել մեր վզին փաթաթել է կեղծ սահմանադրությունը, հասկացար։ Հիմա այդպես չի տրամադրվում։ Այսինքն այնից չի կարելի Սերժ Սարգսյանին, կարելի է Նիկոլ Փաշինյանին։ Դե սահմանադրությունը փոխված չէ դեռ։ Ժիրայր ջան, նորից եմ կրկնում, խոսքը սահմանադրական նորմի մասին չի, այսինքն եթե սահմանադրությունը թույլ է տալիս, այս մարդը ցմաղ ղեկավարել է այս երկիրը, այս մեթոդաբանությամբ ու այս գործիքը կազմով։ Եթե ժողովուրդը ընտրի։ Ինչ։ Եթե ժողովուրդը ընտրի։ Իրենք իրենց հրապարակած տվյալներով ասում են, որ ժողովրդի 60%-ը չգիտի ում ընտրի, անտարբեր է թքած ունի բոլորի վրա, ճիշտ է։ Բայց ինքը 5 տարի առաջ 800,000, չէ, 670,000 ձայն է ստացել։ Բայց ինքը իրան հարց չի տալիս, հենց 5 տարվա մեջ իր ձայները խե 50%-ով կրճատվել։ 24% չէ դարձել, հիմա թե մոտիկանում էր 30%-ին։ Այսինքն եթե 30% ընտրողների ձայնի համաստությամբ բաժանում ենք, դա ստացվում է, որ այս պայն ինք ունի 300,000 ձայն, ճիշտ է։ Բայց ինքը մի հատ հարց չի տալիս, ես այդ ինչ եմ արել, որ իմ ընտրողների կեսն էլ ինձ արդեն չի ընտրելու։